Այսօր մենք խոսենք այն մասին, թե երեկ ինչ է տեղի ունեցել աշխարհում։ Լավ, սկսենք նրանից, որ Իսրայելն ասել է, եթե հաղթի Իրանին, ապա դրանից հետո հարձակում կսկսի Հայաստանի վրա։ Չգիտեմ արդյոք Ամերիկան թույլ կտա արդյոք Ամերիկան Իսրայելին հարձակվել Կովկասի վրա, որովհետև մենք գիտենք, որ Ամերիկան խաղաղություն է ուզում Կովկասում։ Դե հա, նաև հիշում եմ, որ երեկ Իրանը բավականին լուրջ հարվածեց Ամերիկային միջուկայինով։ Չեմ հիշում, թե որ քաղաքն էր դա, բայց բոլոր բնակիչներին զգուշացրել էին, որ փակեն պատուհանները և տնից դուրս չգան։ Իմ կարծիքով դա ուղղակի սարսափելի կլինի, որովհետև Իրանը կարող է նաև տներն ավերել։ Երեկ կարծես թե 4-րդ համաշխարհային պատերազմն էր, որովհետև Իրանը ռմբակոծում էր բոլորին հերթով, ով հարձակվում էր իր վրա։ Նա միջուկային հարվածային հենց իր բազայի վրա, հետո էլ Իսրայելին ռմբակոծեցին, իսկ Իսրայելն ու Ամերիկան հրթիռներ են արձակում Իրանի վրա։ Կարծես թե այստեղ 4-րդ համաշխարհային պատերազմ է սկսվել։ Հայաստանում փակել են սահմանները Իրանի հետ, իսկ Իրանի այն բնակիչները, ովքեր եկել էին Հայաստան, ուզում էին, որ Իրանը ընկերություն անի Ամերիկայի և Իսրայելի հետ։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինային ու Ռուսաստանին, մոռացեք նրանց, նրանք հիմա էլ իրար միջուկային ռումբերով են հարվածում։ Ահա այսպես էլ ապրում ենք, առանց պատերազմի չենք կարողանում։ Ցտեսություն բոլորին, Հայաստանի սիրելի բնակիչներ։